Շնորհակալ եմ։ Տիկին Գարասյան, շնորհակալություն ձեր զեկույցի համար, դուք իրականում բազմաթիվ շերտեր եւ բազմաթիվ ոլորտներ շոշափեցիք ձեր խոսքի մեջ, որտեղ իրավամբ կան խնդիրներ, խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել, առավել եւս որ հավակնում եք այս պաշտոնին։ Դուք մասնավորապես շեշտ կատարեցիք ՄԻԵԴ-ի եւ ՄԻԵԴ-ի որոշումների վրա եւ որքան էլ որ զարմանալի է կամ ոչ այնքան զարմանալի է, երբ օրինակ մենք խոսում ենք ՄԻԵԴ-ի մասին, անպայման հիշում ենք բոլորովին վերջերս ՄԻԵԴ-ի հրապարակում մասին, մասնավորապես ընդդեմ Հայաստանի մարտի 1-ի հետ կապված, եւ եթե հիշողությունս չի դավաճանում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը իր ելույթներից կամ հարցազրույցներից մեկի ժամանակ նշեց, որ մարտի 1-ի հետ կապված որոշ հոդվածներ վերավորակավորվելու են։ Հիմա օրինակ, եթե դուք դառնաք, ընտրվեք այս հանձնաժողովի նախագահ եւ օրինակ մարտի 1-ի դեպքերի հետ կապված անհրաժեշտություն լինի հանրային լսումներ կազմակերպել, որտեղ բնականաբար դուք պետք է հանդես գաք ոչ միայն բացման խոսքով, այլ նաեւ ամփոփիչ խոսքով։ Ձեր քաղաքական կողմնորոշվածությունը չի կաշկանդի ձեզ արդյոք։ Եվ երկրորդ հարցը, դուք խոսեցիք անձնական տվյալների, ինչպես նաև կանանց իրավունքների մասին, պետք է նշեմ, որ ձեր շարքերում այսօր կան երկու պատգամավորներ, ձեր գործընկերները, որոնցից մեկը նոյեմբերի 9-ից հետո օրինակ ահու սարսափի մեջ էր պահում բոլոր պատգամավորներին, ոչ թե ֆիզիկական իմաստով, այլ օրինակ հրապարակից հնչեցնում էր մեր բոլորի հեռախոսահամարները, տան հասցեները եւ հրոսակախմբերին կամ այն մարդկանց, ովքեր մտածում էին, որ մենք հայրենիքի դավաճաններ ենք, կարծես ուղղորդում էր մեր տներ, իսկ ձեր գործընկերներից մեկը ընդհանրապես հարձակվեց իր նորածին երեխայի մոտ շտապող մեր գործընկեր Սոնա Ղազարանին, եթե չեմ սխալվում, նույնիսկ ֆիզիկական հպում տեղի ունեցավ։ Կուզեի իմանալ, այս տեսանկյունից դուք որպես ավագ ընկեր կամ գործընկեր օրինակ ձեր երկու թիմակիցների հետ խոսել եք, մոտավորապես ասել եք, որ չի կարելի նման բան անել, չի կարելի մարդու անձնական տվյալները հրապարակից հնչեցնել եւ զինված հրոսակախմբերին ուղղորդել դեպի մեր տներ։ Հարցականք։ Առաջինը ինչ վերաբերում է վերավորակավորմանը, հա, մարտի 1-ի գործը, ես այդ առնչությամբ ուզում եք անգամ եւս հաստատենք, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ոչ ՄԻՊ է եւ ոչ էլ դատական ատյան, դատավոր կամ դատախազ, եւ իմ գործիքակազմը, հանձնաժողովի գործիքակազմը, ինչպես մեր բոլորի գործիքակազմը, օրենսդրական դաշտն է, օրենսդրական դաշտի ուրեմն բարե նորոգումը, օրենսդրական բացերի լրացումը եւ այլն, եւ բնականաբար այդտեղ շատ կարեւոր է վերահսկողական մեխանիզմների ճիշտ օգտագործումը։ Ես այստեղ խոսեմ, որ հանձնաժողովում եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում, նաեւ մեր առաքելությունների մեջ, բոլոր հանձնաժողովներում իրավիճակի անաչառ գնահատումն եմ ես միշտ կարևորում, որովհետև մենք մինչև անաչառ գնահատում, հանգամանալի խորքային գնահատում չունենանք, չենք կարող դրանց օրենսդրական լուծումները եւ այլը տալ։ Ինչ վերաբերում է վերավորակավորմանը, սա ազգային ժողովի գործառույթներից դուրս է, բայց եթե պիտի այսպեսի հանգրվան ունենանք, բնականաբար իմ եւ հանձնաժողովի ընտրվելու պարագայում գործառույթը պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենքների, սահմանադրության եւ միջազգային կոնվենցիաներով պարտավորությունների շրջանակում եւ ուրիշ ոչինչ։ Եվ մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքական կոորդինատ, ես լավագույն դեպքում եմ ասում, այսպես իդեալում եմ ասում, ինքը քաղաքական կոորդինատ եւ այլ կոորդինատներ չի ճանաչում մարդու իրավունքների պաշտպանությունը, վերը այդ ամեն ինչից առանցքում սահմանադրություն, օրենքներ, կոնվենցիաներ եւ բնականաբար մարդկանց անձնական որակները, որովհետեւ այո, սահմանադրությունը վեր է ամեն ինչից, բայց մենք այսօր բախվում ենք այն իրականության հետ, թե ինչպես է այն մեր ամենօրյա կյանքում գրեթե ամեն վայրկյան ոտնահարվում։ Ես չգիտեմ դուք ինձ ուրիշ ինչ հարց տվեցիք, հա, իմ ընկերների վարքի հետ կապված, ես կուզենայի նաև, որ մենք այստեղ մի չգիտեմ անձնապես իսկապես ում նկատի ունենք, բայց մեր վարքը պիտի բաժանել երկու բաժնի, քաղաքական մարդկանց վարքը նաև, գործողություններ, որոնք քաղաքական պայքարի բաժին են կազմում, քաղաքական պայքարի բաժին եւ գործողություններ, որոնք ուղղակի մեր ամենօրյա շփումներ են։ Ես կողմ եմ անձնական տվյալների պաշտպանվածությանը, շատ եմ կողմ դրան եւ նաեւ գտնում եմ, որ Հայաստանում դրանք բավարար պաշտպանված չեն, որովհետեւ նաեւ բարոյականության եւ այլ կարմիր գծեր են հատված։ Եվ կարծում եմ, այստեղ բնականաբար անելիք կա, բայց կներեք, ես կոնկրետ, այո, այդ դեպքը Սոնա եւ իմ գործընկերուհու դեպքը, որքան գիտեմ, անձնական շփում չի եղել։ Անձնական շփում չի եղել եւ այդ առիթով բազմաթիվ անգամներ իմ գործընկերուհին
որ հանդես է եկել, խոսել է, բայց այսքանը ես ուզում եմ մի բան ասել պարոն Կոնջորյանին, բայց հետո մեկ այլ առիթով հենց այդ բարեվարկության կոնտեքստում, չգիտեմ, միգուցե կասեմ այլ հարցեր, այստեղ էլ չի, ուրեմն չեմ ասի։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, խոսքը Քրիստինե Վարդայանի եւ Իշխան Սաղաթելյանի մասին էր, դուք հրաշալիորեն հետո պատկերացրեցիք ում մասին եմ ասում, դուք քիչ առաջ խոսեցիք օրենքների սահմանադրության կոնվենցիաների մասին, ձեր մյուս թիմակիցը 1-2 տարի հարցազրույցների, 1-2 տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ նշում էր, որ այս իշխանություններից ազատվելու համար մեզ պետք են ընդամենը 100 մահապարտ։ Ուզում եմ հասկանալ օրինակ այս արտահայտությունը, այս հայտարարությունը որքանով է տեղադրվում իրավական գործիքակազմի մեջ եւ մի հարց Տիկին Գալստյան, կարող եք չպատասխանել ոչ մի խնդիր։ Ես գիտեմ, որ հիմա օրինակ Բաքվում գտնվող մեր գերիների հետ կապված քաղաքացիական հասարակության տարբեր կառույցներ ստիպում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը գնա Բաքու։ Եթե այդպիսի առաջարկ ձեզ անեն, դուք պատրաստ եք գնալ Բաքու, թե ոչ։ Իմիջայլոց սկսեմ դրանից, ես կապվել եմ Վարդանյան ընտանիքի հետ եւ անկախ այս հանգամանքից դա ամիսներ առաջ եւ իմ պատրաստակամությունն եմ հայտնել միանալ այդ խմբի նախ եւ առաջ որպես ԵԱՀԿ խորհրդանական վեհաժողովի անդամ, որպես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի եւ սոցիալ-դեմոկրատների խմբի փոխնախագահ, ես ամենայն պատրաստակամություն ունեմ։ Ես նաև շարունակում եմ մնալ այն տեսակետի, որ Մանասյանը, Տիկին Մանասյանը ՄԻՊ-ը այստեղ փորձեց խուսանավել այդ պատասխանից եւ ասել, որ ինքը այդ լիազորությունները չունի, որպեսզի այդ կոնտակտը հաստատի։ Ես գտնում եմ, այո, մեկ անգամ եւս հաստատեմ, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցով Հայաստանի պետությունը բավարար ջանք չի գործադրում եւ երբ որ ես ուզում եմ հիշել Բոսնիա-Հերցեգովինայի խաղաղության ուրեմն համաձայնագիրը, խաղաղության համաձայնագրի կարևորագույն կետերից մեկը գերիների եւ բռնի տեղահանվածների ուրեմն վերադարձի իրավունքներ եւ այն կարծիքն ունեմ, որ չկա խաղաղություն առանց վերադարձի եւ վերադարձի իրավունքի եւ գերիների վերադարձի։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։